Վալոտ, վեկալ ես խմի թող մի քիչ ջանդ տաքան։ Ես ինչ ասիրուշ, թեյ։ Երանի չեր թեյ լիներ Վալոտ։ 39 աստիճան տաքություն ունեի, ասցի տաքացնեմ խմես։ Էս էլ է սառել։ Սպասես էլ տաքացնեմ։ Լավ է։ Շատ լավ ասիրուշ։ Լավ, բա մեր վերջը ինչ ա լինելու Վալոտ։ Ինչքան կարելի է սենց սոված ապրել։ Մենք հլը հեչ, են խեղճ երեխեն ժամը 3-ին դասից գալիս է 3-15 պարկացնում եմ, քնացնեմ, որ չհասցնի ասի մամա սոված եմ։ Տարին 12 ամիս ես շորերն եմ հագնում։ Կոտորվեցի գյուղ զանգելով, որ խնդրեմ իրանց շորերը ուղարկեն գոնե ստեղ չլենք։ Չգիտեմ, սիրուշ, չգիտեմ։ 1000 տեղ գործի համար դիմել եմ։ Ասում են կզանգենք։ Ոչինչ, սիրուշ, ոչինչ։ Աստված մի օր մեր դեմ էլ մի դուռ կբացի։ Աստված լավ կանի, գոնե սառնանի դուռ բացի։ Բա դու իմացար այսօր աղբերդ ինչա կեր է բուֆետում, պերաշկի, բայց սովորական չէ, մսով պերաշկի։ Այդ խահովո, հլա աչ կաշի կանգնի արա, հլա արա, կերելա։ Վայ, տուններս կանդուվեց, այդ հակողություն ես արել։ Չեմ ինչ կողություն։ Բա քեզ որտեղից պերաշկի, հեռախոս նման հաճույքներ։ Օլսելից մամ ջան, մի քիչ առաջ մտավերցրեցի եկա։ Տղա ջան, մենք ես գարաժը հոյով ենք տաքացնում, դու գնում ես հեռախոս ես առնում։ Բալիկ ջան, ախր արդար քրտինքով նման հաջողությունների չես կարա հասնես։ Ճիշտ է ասա, ում ես թալանել։ Այ ես քեզ ասում եի, այս մեր քնծողությունը մի դժբախտություն ա բերելու գլխներիս։ Ում ես թալանել։ Մի հատ հանգստացեք, ոչ մեկին էլ չեմ թալանել։ Ես այս փողը աշխատել եմ ու լրիվ արդար ճանապարհով։ Ոնց ես աշխատե, Հովիկ, ոնց։ Էն մեր դասարանի Բագրատին հիշում ես։ Օլիգարխի տղեն։ Հա, հենց ինքը։ Ուրեմն դասամիջոցին տխուր նստած էր, մոտիկացա հարցրեցի ինչ ա եղել, ասեց կյանքիս հետաքրքրությունները անցել են։ Բալիկ ջան, ախր նրանք այնքան փող ունեն, նրանց հետաքրքրությունները չի կարա վերջանա։ Այ ես էլ էի տենց մտածում, բայց հենց պատմեց, հասկացա, որ հարուստների մոտն էլ հակառակն է, իրանք հոգնել են լավ հագնվելուց։ Հող։ Մեքենաներից, շքեղ տներից, հաց ուտելուց։ Դեր մի է գլուխս հարթուքի է, ոնց կարա մարդ հետաքրքրված չլինի ուտելիքով։ Հերդ օրը մինիմում 4 անգամ հետաքրքրված է ուտելիքով։ Իսկի ձեզ պահին Հովիկ տղա հետաքրքրում այս ամեն ինչը քեզ որտեղից։ Դե լսի ասում եմ, մոտիկացա Բագրատին, հարցրեցի ինչով կարամ քեզ օգնեմ, թեքվեց ասեց եթե թողես երկար դասամիջոցին թարս չափալախեմ դասարանցիների դեմը, ամեն չափալախի համար 50,000 փող կտամ։ Ու Էլ ինչու, Բագրատը 15 անգամ չափալախեց, համ մսով պերաշկի եմ կերել, համ շորերս եմ փոխե, համ է թազա հեռախոս եմ ինձ առը։ Էս ինչ ես ասում, արա։ Բագրատը 15 անգամ չափալախելու դիմաց քեզ փող ա տվե։ Բոբ, չջղայնանաս էլի։ Սիրուշը լգնային տեղ գնալու չստիկներս բեր։ Աման Վալոտ ջան, պետք չի։ Սիրուշ շուտ արա, ես եմ այս գարաժի տղամարդը, ոնց ասեմ տենց մտերնի։ Ապելա։ Բոբ, մի գնա էլի, ես իրանց տիկնապաներին չգիտես, դրանք քեզ հում ուտելու են։ Վալոտ։ Ուշտե հերետ ինչ եղավ։ Բոբ, Վալոտ ջան։ Այ քո։ Վալոտ։ Ուշ։ Կամաց սիրուշ։ Բոբ, ես քեզ ասում էի դու չես ճանաչում Բագրատի տիկնապահներին, սրանք են քեզ ձորը գցել։ Հաջան կամաց։ Ինչ տիկնապա։ Երբ $10,000 փող աշխատի, արա։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ինչ ես աչքերդ պլշե վրես։ Գնա շորերը թակի գնա Բագրատի մոտ։ Ոսը չեմ ձգի սիրուշ։ Տեսքս լավ բալես։